Նույնատապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանին, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք տարածաշրջանում նայողի փոփոխություն է, Ռուսաստանը հեռանում է այդ համատեքստում եւ հանձնում է տարածաշրջանը Թուրքիային։ Հիմա ես ուզում եմ մենք այստեղ դիրքավորենք ԱՄՆ-ին, ինչպես կդիրքավորեք եւ ըստ այդմ նաեւ ԱՄՆ փոխնախագահի այցը ինչ է նշանակում։ Էլի ոչինչ չի փոխվել, այո, տարածաշրջանում լուրջ խորքային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, ընդունում հանձնման process, բայց միևնույն է, տարածաշրջանը դեռևս Ռուսաստանինն է, պարզապես Ամերիկայի կամ Արևմուտքի, այսպես ասած, չափաբաժինը մեծանում է այստեղ, որովհետև Ռուսաստանը միայնակ չի կարողանում տիրություն անել, տեսեք, նատոյական Թուրքիային բերեց Աղդամում, մինչև հիմա այնտեղ է դեռ թուրքական զորքերը իրենց մեջլիսի հատուկ որոշմամբ իրավունք ստացան Ադրբեջանում գտնվել։ Իսկ Միացյալ Նահանգների տոկոսաբաժինը, քանի որ մեծացել է, նրանց համար սա ճանապարհ է ընդհանրապես եւ Ռուսաստանին հերթական անգամ հնարավորին շատ դուրս մղելու գործընթաց։ Բնականաբար եկել է, որ Ռուսաստանի փորոտիքի տակ եւ այստեղ եւ Փոքր Ասիայում, ներողություն, Միջին Ասիայում, Կենտրոնական Ասիայում, այնտեղ դիրքավորվի, թե այնտեղ Չինաստանը մրցակից է հանդես գալիս նաեւ, այնտեղ 3 խաղացողներ կան, Կովկասից էլ, Հարավային Կովկասից Ռուսաստանին ինչքան հնարավոր է շատ դուրս բերեն։ Եվ այստեղ ոչ թե եկել էր Հայաստանի սիրուն աչքերի համար կամ Հայաստանին լավություն անելու համար, ոչ թե Ադրբեջանի սիրուն աչքերի համար եւ Ադրբեջանին լավություն անելու համար։ Մենք ոչ թե սուբյեկտ ենք, մենք Ադրբեջանը, Վրաստանը, այլ մեծ խաղացողների համար օբյեկտներ ենք, ինչպես Զբիգնև Բժեզինսկին էր ասում, խաղատախտակը ճատրակի դրված է, եւ այնտեղ այդ քարերն ենք, որոնք տեղաշարժում են խաղացողները։ Հիմա փորձում են մեզ տեղաշարժել, ոնց որ թե եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ինչ դաժան բառ է ասում, դաշնակցած իրար հետ անելանելությունից ելնելով կամ գուցե տեր փոխելու իրենց պատրաստակամությունը հայտնելով ընդառաջ են գնում։ Ռուսաստանին աստիճանաբար այստեղից դուրս մղ։ Այդտեղ Հայաստանն ու Ադրբեջանը այո դաշնակիցներ են։ Պարոն Հայրապետյան, այդ դեպքում ԱՄՆ-ի ազդեցության մեծացումը Թուրքիայի ազդեցության հետ ավելի շատ հակադրության մեջ է լինելու, թե այստեղ մենք տեսնելու ենք Թուրքիա-ԱՄՆ համագործակցություն, ինչպես եք դա բացատրում մեկնաբանում։ Դա լրիվ ուրիշ բանաձև է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ աշխարհը երբ որ վերաբաժանված էր եւ ոնց որ թե մեծ հաշվով կիրառվեց մինչև վերջին շրջանը դեռ շարունակում է ավտոշոկերով այդ կիրառումը շարունակվում է այնտեղ ամեն մի տարածաշրջանում կոնկրետ մի հատ կիսահեգեմոն պետություն էր, որը պատասխանատու էր տարածաշրջանի համար, որևէ ասենք Խաղաղօվկիանոսյան արևելյան հատվածը եւ եթե Միացյալ Նահանգների Տիրապետության տակ էր զեկուցումներ այնտեղ թե քո քաղաքականությունն այսպես են տանում այս պետությունների շրջանակում, եթե խորհրդային միության, ուրեմն այսպես են տանում։ Այստեղ Թուրքիան ինչ Միացյալ Նահանգները ինչ որ անի, դրանց մի զգալի մասը անելու է իր դաշնակից Թուրքիայի միջոցով։ Այսինքն տարածաշրջանային վերակացու սատրապ Թուրքիան է նշանակված, դա հստակ երևում է արդեն մի քանի տարի է։ Հիմա մենք Թուրքիայի ոտքը պիտի գնան Հայաստանն ու Ադրբեջանն ըստ էության, շատ հազվադեպ խնդիրներում միայն ուղիղ կապով Միացյալ Նահանգների հետ, այն որ Թրամփն ասես կզանգեք է, այնպես որ տարածաշրջանում հեգեմոն դերը հանձնարարված է միջին օղակին, իսկ այդ միջին օղակը Թուրքիան է, Միացյալ Նահանգների նատոյական դաշնակիցը։
Հիմա ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները համագործակցության մասին են միջուկային անվտանգության, կիսահաղորդիչների, ռազմական անվտանգային ոլորտներում, սրան ինչպես է նայելու Թուրքիան։ Արդյոք այս համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ուղիղ, սա ուժեղացնելու է Հայաստանը, ավելի ինքնուրույն ու ինքնիշխան է դարձնելու եւ դրան ինչպես կնայի Թուրքիան, այսինքն այստեղ հակազդեցություն սպասել թե ոչ։ Չէ, բացարձակապես ոչ։ Նախ Թուրքիան ինքը ինքնուրույն քաղաքականություն չի որոշելու Հարավային Կովկասում, պարզապես Ռուսաստանից մի զգալի տոկոսաբաժին անցնում է Միացյալ Նահանգներին, եւ այդ զգալի տոկոսաբաժնի ընդամենը խնամատարն է, գործակատարն է Թուրքիան, ինքը ինքնուրույն լուրջ քաղաքականություն այստեղ իրացնելու կարող է իրացնել այնքան, որքանով մինչև հիմա էր իրականացնում, ասենք ինքն էր խոսել Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերել, որ եկեք Ղարաբաղը հայերից վերցնենք եւ տանք մնացած շրջաններն էլ հետը վերցնենք եւ տանք դրա գինն էլ են կլինի Ռուսաստանին ասել էր քեզ համար այն կլինի գինը որ ուկրաինական պատերազմում իսկ քեզ համար փոքրիկ մեր շնչափող կլինեմ աշխարհի հետ կապվելու իսկ Միացյալ Նահանգներն էլ ասել էր հիմա չես ուզում Ռուսաստանին մի փոքր ավելի եմ հեռացնում տարածաշրջանից։ Ես քո դաշնակիցն եմ, դու ինքնուրույն չես կարող այնտեղ մտնել առայժմ, իրոք այն ժամանակ ինքնուրույն չէր կարող մտնել եւ չէր մտնում 20 թվականին։ Հիմա փոքրիկ ինքնուրույն ինչ որ բան անում է, բայց դա ոչ դա Հայաստանի շահերից է բխելու տնտեսական եսի ինչեր, ոչ էլ Ադրբեջանի համար, չէ։ Դիվերսիֆիկացված անելու են եւ Թուրքիան էլ զեկուցողն է լինելու Միացյալ Նահանգներին, թե ինչ քաղաքականություն է տարվում։ 1000-ից մեկ գուցե կհարցնեն մեր Փաշինյանին կամ նրանց Ալիևին։ Դուք դրա համար ժպտացիք, երբ ես արտաբերեցի այդ ինքնիշխանություն, անկախություն բառերը։ Իհարկե, դրանք լրիվ ուրիշ բաներ են, դրանց ակունքը չունենք մենք։ Տեսեք, Ադրբեջանը մաստեր կլաս է ցույց տալիս Ալիևը, էլի նախանձելի է պարզապես, ցավալիորեն նախանձելի է։ Ինքը այդ հիմքերը փորձում է ստեղծել իր դասագրքերից սկսած, հա, ինչ արժեքներ է տալիս եւ ելքային տվյալները 10 տարի հետո, 20 տարի հետո ինչպիսին են լինելու։ Այնտեղ առասպել չունեցող ժողովրդի համար առասպել է սարքում, հերոսականության առասպել չկա մի ժողովուրդ, որ առասպելի վրա սարքված չլինի։ Մենք մեր պատմությունը, մեր գիտակցությունը, մեր ինքնության զգացողությունը առասպելազերծում ենք, մենք դրանք կտրում եւ դուրս ենք նետում։ Այստեղ է որ մենք տանուլ ենք տալիս Ադրբեջանին, երբ որ կզգացվի, որ մենք արդեն ավելորդ օղակ ենք, եթե առասպելը չունես, երբ որ քո լեզվի դերը չես գիտակցում, երբ որ գիտության ասպարեզում դու անմրցունակ ես, մենք տեսնում ենք, թե ինչ խայտառակ քաղաքականություն է Հայաստանում տարվում, մենք տեսանք, թե թեկուզ հենց մենակ այդ ընդունելությունը, ասենք Երևանում եւ Բաքվում ինչպես ընդունեցին, ըստ էության աշխարհի մեծագույն կայսրության ղեկավարներ, փոխղեկավարներ եկել այստեղ։ Այնպես չի որ առաջի անգամ է դա տեղ ունեն։ Մեր տարածաշրջանում ես հիշում եմ, որ Բուշնեկով Շևարդնաձե պարում էր Թիֆլիսում։ Շևարդնաձեն էլ Բուշի անունով փողոց կոչեց։ Ներողություն Շևարդնաձեն, ասացի 1000 ներողություն Սաակաշվիլին։ Սաակաշվիլին Բուշի անունով փողոց կոչեց Թիֆլիսում։ Բաթումում բացել էր Ալիևի արձանը։ Այնպես որ եթե 1000 անգամ շնորհակալություն էր հայտնում մեր Փաշինյանը իր խոսքում, իդեպ ասեմ, եզակի անգամ էր, որ անթերի անխոցելի խոսք էր պարոն Փաշինյանի խոսքը, երբ որ համատեղ ասուլիս արեցին։ Հիշում եմ, որ դրանից հետո, երբ որ ընկերներից հետ խոսում էի հեռախոսով, մի քանի րոպե, մի 2 ժամվա ընթացքում մի քանի ընկերներից, ասի ես դե անգլերեն չգիտեմ, եթե թարգմանությունը ճիշտ էր, ուրիշ բան է, բայց վերապահումն է, որտեղ մի քանի տարի առաջ էլ այդպեսի խայտառակ թարգմանություն արեց կառավարության թարգմանիչը։ Հիշում եք մի հատ աղջիկ էր, որ բոլորը հարձակվել են այդ խեղճ աղջկա վրա, թե ինչ վատ թարգմանեցին, լավն ունենակ, այսպես փնթի ենք մենք որպես պետություն։ Այդ ընդունելությամբ իսկ Փաշինյանի խոսքը, եթե առանձին վերցնենք, իրոք հրաշալի էր, որովհետև ինքը տեսավ Զելենսկու հետ ինչպես վարվեցին Թրամփը եւ ընդ որում Զելենսկու հետ կարող էին վարվել, մեզ հետ էլ կարող էին վարվել, բայց ռիսկ չէր անի, չէ՞, հիշում եք առաջին պաշտոնավարման ընթացքում Թրամփին ինչ էր ասել Հյուսիսային Կորեայի ղեկավարը, այն դիկտատորը, ցնդած բիձաբան, ինչ ասեք ասել է, բայց դա ոչ մի կերպ չխանգարեց, որ Թրամփը վազելով գնար նրա հետ հանդիպեր։
Բայց եթե Զելենսկին է, Զելենսկին կարող է, չէ՞, ոնց որ ասենք, սալիթաղում, մասիվում բանում ռազմորկա լիներ, էլի։ Միած շնորհակալություն ասա, բա գլխարկ ինչի չես դրել։ Հաջորդ անգամ Զելենսկին շնորհակալություն էր հայտնում 3 բառից 2-ը Թրամփի հետ հանդիպմանը, իսկ մեր Փաշինյանն էլ գլխարկը դնում է հիմա ամենտեղ։ Այնպես որ մենք քաշելի տարբերությունը հասկանանք եւ մեր ոդկը մեր վերմակին համապատասխան մեկնենք, ինչպես դա ժամանակին սովորեցրել էր խորենացին, որ ասում էր մենք թեև փոքր ածու ենք, բայց այստեղ էլ հիշատակության արժանի գործեր եղել են այդ փոքր ածուի գաղափարը, բայց որոնք են, որ հիշատակության արժանի կլինեն մեծերի ցուցակում, մեծերի պատմության մեջ, մեծերի քաղաքականության մեջ մենք ինչքանով կկարողանանք ազդել դրա վրա, մենք հանկարծ նորից խապս չընկնենք, իսկ մենք խապս ընկել ենք ուղիղ 100 տարի առաջ կամ 140 տարի առաջ մենք խապս ընկել ենք, հիմա նորից չընկնենք, ռուսները մեզ փորձելու են հակաթուրքական ճակատի առաջամարտիկ սարքել եւ հերթական մատաղացում սարքել մեզ եւ օգտագործել մեզ որպես մանրադրամ իրենց հետագա առևտրում։ Ամերիկացիներն էլ բնականաբար ստեղ չէին եկել, էլի, որ ինչ-որ մեզ համար ատոմը կանի, հարց լուծեին կամ, չգիտեմ, ռազմական նավակներ, մոտորանավակներ տրամադրեին Ադրբեջանին, եկել են Իրանի հրեողակի մեջ առնելու համար սահմանը կայունացնելու։ Հիմա եթե հետադարձ հայացքով նայում ենք, մենք հասկանում ենք 20 թվականին ինչ եղավ։ Ուրեմն Ադրբեջանի այդ պայմանավորվածությունները շատ ավելի վաղուց էին եղել 20 թվականին, որ այդ սահմանը, որ շատ երկար էր մեր եւ Իրանի միջև եղած սահմանը, ասին չէ հայերին չի կարելի թողնել, որովհետեւ հայերը շատ օրինաչափորեն որպես բնական դաշնակից դիտարկում են Իրանին, եւ այդ սահմանը անվերահսկելի թողնել չի կարելի, պետք է տալ Ադրբեջանին։ Նա փոքրիկ հատված է մնացել Մեղրի, ասում են սա էլ է ձևով կվերցնենք եւ Իրանի շրջափակումը այս կողմից կիրականացնենք։ Մենք խոհեմություն կունենանք երևի այնքան, որ թույլ չտանք այստեղից որևէ փամփուշտ արձակվի Իրանի ուղղությամբ, անկախ նրանից ինչ վարչակազմ է Իրանում, Իրանը դեռևս գոնե մինչև հիմա մեր բնական դաշնակիցն է, իսկ դաշնակիցները լինում են եւ հաշվարկների արդյունքում տակտիկական եւ լինում են բնական դաշնակիցներ էլի որոշ ժամանակի համար։ Մեր բնական դաշնակիցն է Իրանը, ինչպես որ մենք ենք իրենը։ Հիմա Իրանը մեզ հետ կապված այդ փոքրիկ հատվածով Ալիևն ասում էր, չէ, պատահական խոսքեր չեն, որ ասում էր ոչ մի հայերես չեն տեսնելու, այսինքն հայերեն տեղ կանգնած չեն լինելու սահմանի վրա։ Այսինքն Իրանն էլ որ ուրուր տեսած թխսկանի նման դրանց մեծաբերան դեսպանն էլ էստեղ խոսա, չէ, հոխորտած բան։ Ենթում էր թե մենք իր մոլեքի իշխանության ոչ ցանկացած վարչակազմ մեզ ձեռք է տալիս։ Մենք երկու անկիր ունենք այնտեղ ամբողջական Իրան եւ կայուն Իրան։ Թե չէ ով կլինի այնտեղ ղեկավարը, դա մեր խնդիրը չէ։ Մոլեքը կլինեն, շահը կլինի, թե դեմոկրատական երկիր կլինի, թե ազգայնական կլինի, թե կոնֆեդերատիվ կլինի, կոնֆեդերատիվ մեզ չի հետաքրքրում, մեզ կարող է հետաքրքրել միայն այն, որ կայուն լինի եւ ամբողջական լինի Իրանը։ Հիմա Միացյալ Նահանգները հասկանալով, որ մենք այնքան այդ տխմար չենք, մենք իրոք կուզենանք, որ կայուն եւ ամբողջական Իրան լինի, ասում է ձեր գործը չէ, քաշվեք մի կողմ, ձեզ էլ փոքրիկ հաբերով կտանք, բայց ձերի չենք տա։ Դուք այդ 5 միլիարդներ կտաք, 4 միլիարդ էլ հետո կտաք, դες համար ինչ որ բաներ կսարքենք, դուք էլ ձեզ կսնուցեք այն բանը, որ դեր անվտանգության շեմը բարձրացվեց, որը ճշմարտությանը չի ակասում, այո, անվտանգության շեմը բարձրացվում է։ Քանի դեռ Միացյալ Նահանգների դրոշակը խփված կլինի այդտեղ, Ադրբեջանը որևէ քայլ չի կարողանա անել։ Ինչպես որ էլի պատմությունը ախրիտ բանաձևերը կամ պատմությունը դա արել է 20 թվականին, երբ որ Քազմ Կարաբեքիրը ամենալուրջ գեներալը Աթաթյուրքի, հա, Մուստաֆա Քեմալի, որ մարշ բրասոկով եկավ մինչև Գյումրի հասավ, ասաց այնքան եմ գնալու մինչև ռուսական դրոշակ տեսնեմ։ Մերոնց հասկացնում էր, որ հանձնվում եք ռուսներին, մայիսյան ապստամբություն էին արել ռուսներն այստեղ, բան չէ, որ ռուսական դրոշակ լինի, իմ խոսելիքը ձեզ հետ չի։ Դուք օբյեկտ չեք, դուք սուբյեկտ չեք, դուք օբյեկտ եք։ Ես Ռուսաստանի հետ եմ խոսելու, ոտնետ մի մաշիկ եք դրել, ուրեմն գնալու եմ։ Հիմա ամերիկյան դրոշակը զսպիչն է լինելու Ադրբեջանում, թե որքան կմնա, ես չգիտեմ։ Դες փաստաթղթերի 99 տարին պարոնել։ Չէ, դա չէ։ Դա որտեվ եթե տնտեսական բաներով նայենք, դա ոչ մի բան է, գիտեք, ամբողջ մոլորակը մարդու արյունատար անոթների նման ճանապարհներով է լցված, եւ օդային, եւ ցամաքային։ Դա չի կարևոր, այստեղ դրոշակի խնդիրն է, ում դրոշակը խփված կլինի։
եւ այդ դրոշի ստվերը ինչ տարածքի վրա ընկած կլինի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյանտապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ռուսաստանից այդ հնարավոր ռիսկերի հետ կապված դուք մտահոգություն ունեք, հիմա ինչ եք կարծում, ռեսուրս ունեն։ Մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունների ֆոնին դրանից առաջ իհարկե սպառնալից հիշեցումներ եղան Լավրովի մակարդակով, բայց դրան հետևեցին արդեն Գալուզինի, Կոպիրկինի մակարդակով կառուցողական հայտարարություններ, մասնավորապես, որ իրենք պատրաստ են քննարկել թրիփին իրենց մասնակցությունը, Ինչ կարող եք ասել, այսինքն նրանք ռեսուրս ունեն այս պահին։ Մենք գիտենք, որ փափուկ ուժով են փորձելու հանրային տրամադրությունները փոխել, նրանք ամեն դեպքում առերեսվել են այդ տրամադրությունների հետ, գումարներ են հատկացնելու, որպեսզի իրենց ազդեցության գոտիներում տրամադրություն փոխեն։ Առաջինը այսպես տրամագծորեն տարբեր բաներ գուցե կասեմ։ Դրանք են զուգահեռներն են, որոնք հատվում են։ Թեև գիտենք, որ սովորական մաթեմատիկայում չեն հատվում, բայց կա տեսություն, որտեղ հատվում են։ Ռուսաստանն այո, ռեսուրսներ չունի այնքան, որ իրեն պահի այնպես, ինչպես որ պահում էր, ասենք 2010 թվականին, 17 թվականին, 19 թվականին կամ 24 թվականին, իհարկե Ռուսաստանի ռեսուրսները քիչ են, բայց մյուս կողմից մենք իմանանք, մենք մեծ չափերով էլ կարողանանք դատել, որ ուխտն ինչքան ընկնի, կաշին նիշաբեր կլինի։ Դարձյալ պատմության տրամաբանությունը մեզ հուշում է, որ 1920 թվականին, երբ Ռուսաստանը մխրճված էր քաղաքացիական պատերազմի մեջ,
մորթում էին իրար բոլոր կողմերից Ռուսաստանում, որ մազից էր կախված ռուսական իշխանությունը բոլշևիկյան, երբ Պովոլժիայում եւ Ուկրաինայի լայնատարած տարածքներում սովամահ էին լինում միլիոնավոր մարդիկ, Ռուսաստանը կարողացավ իրենը դարձյալ իրեն վերակցել ու վերացնել անկախությունները Ադրբեջանի, այնուհետև Հայաստանի, այնուհետև Վրաստանի։ Այսինքն հենց չասենք էլի սև ու սպիտակով չդատենք, էլի բազմերանգ է։ Խնդիրն էլ մեկ անհայտով խնդիր չէ, որ երկրորդ դասարանում մի հատ X-ով խնդիր են լուծում երեխեքը։ Անհայտները բազում են եւ այստեղ լուրջ մաթեմատիկա է պետք, ոչ թե տվաբանություն, ավելին բարձրագույն մաթեմատիկա է պետք իմանալ խնդիրը լուծելու համար։ Սա մեկ որ ուխտն ինչքան ընկնի, կաշին մի շաբեր կլինի, եւ երկրորդ այո Ռուսաստանը այնքան ուժ չունի, որ եթե ուժ ունենար, չէր համաձայնի, որ փայաբաժին տար Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիային։ Փայաբաժին չէր տա Կովկասում։ Տվեց, մեզանից առաջ էլ տվեց, տեսեք Վրաստանին տվեց, բայց հիմա հետողորմյայի մասնակի ճանապարհի վրա են, չէ, Վրաստանում դրեց Իվանիշվիլի։ Այդ Սաակաշվիլին լավ է հիմքերը դրել, ինչքան հետ գնում են դեռ մինչև վերջ նորից չի վերադարձել կոռուպցիայի գիրկը կամ այդ անպետական մտածողության գիրկը Վրաստանը։ Մնացել էին Հայաստանն ու Ադրբեջանը, հիմա սրանց էլ մասնակի տանում է։ Հիմա իրենք պայմանավորվել են, ճիշտ է, Ալյասկայում ոչ ես ոչ դուք չեք եղել, չգիտենք ոնց են կիսել աշխարհը, որ կիսած են, մենք դրա արձագանքներն ենք տեսնում, քայլ առ քայլ գնում են։ Մենք ընդհանրապես կռահումներ կարող ենք անել, թե ում է հանձնված, ինչ չափաբաժնով են ներկայացված լինելու գերտերությունները։ Գուցե երկուսը միասին Չինաստանին են այստեղից դուրս մղում։ Գուցե մի ուրիշ դասավորության դեպքում Չինաստանի հետ են Ռուսաստանին դուրս մղելու։ Այսինքն մենք դերակատարներին շախմատի տախտակի վրա ճիշտ տեղերում պիտի կարողանանք դասավորել, որպեսզի թեկուզ մեզ դիտարկում են որպես խաղաքար, մենք ամբողջ խաղատախտակը կարողանանք պատկերացնել։ Դրանից կախված է Հայաստանի վաղվա օրվա պայծառությունը, ինչ մակարդակի երկիր կլինենք։ Բանանային կամ ծիրանային հանրապետություն կլինենք, թե մեզ մի քիչ գոնե բանի տեղ կդնեն։ Տեսեք, ծավալներով Հայաստանի շատ ավելի փոքր երկիր է Իսրայելը, բայց ինչպեսի քաշ ունի տարածաշրջանային, որ Թուրքիայի նման հզոր, հա, երկրի, որ չգիտենք էլ ատոմային զենք ունի արդեն թե չունի։ Իհարկե դա այդ ռուսական հրեշն արեց, ատոմակայան բացեց այնտեղ, չէ, որից այն կողմ մեկ քայլ է կամ երկու քայլ է միջուկային զենք ունենալը։ Իրանում էլ բացեց Բուշերի ատոմակայանը, Ռուսաստանն արեց։ Այնպես որ մենք պիտի ամեն մեկին իր տեղը դնենք, մենք չպիտի հռչակենք կամ չպիտի նույնիսկ այդպես անկալենք աշխարհը, որ ունենք կոնկրետ թշնամիներ եւ կոնկրետ բարեկամներ։ Մենք պիտի հասկանանք, որ այստեղ խաղ է եւ այդ խաղը պիտի խաղանք պրոֆեսիոնալի նման, ոչ թե ասենք խաղատախտակի են կողմում բարեկամս է նստած, արիկելնես մի պարտիան նվիրեմ իրեն, էլի չէ, այդպես կամ երեխու շախմատ խաղալ է սովորեցնում, նենց էլի որ երեխես արիկարվեմ թող իրեն լավ զգա, ոչ, այդ դեպքում այդ երեխայի թշնամին ես, որտեղ ինքը երբեք շախմատ խաղալ չի սովորի։ Մենք հասկանանք, որ չունենք մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, այլ ունենք մշտական շահեր, մնում է այդ շահի գիտակցումն ունենանք։ Եվ ամենևին ական չկախենք պարոն Փաշինյանի ոնց ասեմ, որ պոլիտկորեկտության շրջանակներում լինի, պարոն Փաշինյանի այն հոխորտանքին, թե դեմ է, որ կան հավերժական թշնամին, այդ բանաձևին իբրև թե կան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ, ամոթ է, էլի, հաստատ ինքը Չերչիլ չէ կամ Լորդ Քերզոնը չէ։ Մարդիկ գտել էին այդ բանաձևը, լավ կլներ, որ մենք եւ որպես պետություն, եթե դա անցալենք, մեր լեվելը կբարձրացնենք եւ որպես ազգ վերջապես համայնքայինից պետական ազգ կդառնանք։ Այսինքն հայտարարությունները անցալված չեն, իրենք այդ հայտարարությունների խորքը չեն հասկանում։ Ովքեր։ Փաշինյանը իր իշխանությունը, իր իշխանության ներկայացուցիչները, որտեվ ըստ էության ասում է, որ այո, մենք չունենք հավերժ բարեկամներ։ Չէ, դրան դեմ գնաց, մերժում էր դա, հասկանում եք։ Եվան գյուղից եկել Լորդ Քերզոնին ու չգիտեմ
Չերչիլին է մերժում։ Նախ պետք է մի բանով ապացուցես, որ դու դրա իրավունքը վաստակել ես։ Մենք իրավունքի լուրջ ճգնաժամ ունենք։ Իրավունքի անկալման լուրջ ճգնաժամ ունենք։ Ընդ որում համազգային ճգնաժամ ունենք անկալումների մակարդակում։ Չէ, այդպես չէր ասել։ Ինքը ընդհակառակը հրաժարվել էր։ Իսկ որ Թրամփ, չգիտեմ, այդ Թրամփ, Վենս գալիս են այստեղ գալիս են իրենք Իրանի խնդիր լուծելու եւ Չինաստանի խնդիր լուծելու։ Մենք ընդհանրապես գործիքներ ենք, եթե դա չենք պատկերացնում համոտնես։ Ներեցեք, պարոն Հայրապետյան, Փաշինյանը 3 հանրայինի եթերում ասաց, որ Հայաստանը չի ներքաշվելու որևէ կողմից, որևէ կողմի դեմ, այսինքն չի դառնալու գործիք որևէ պետության դեմ եւ Երևանը գործելու է բացառապես իր շահերից ելնելով։ Հիմա ուրիշ հարց է, մենք կհավատանք կամ կտեսնենք համապատասխան գործողություններ, թե ոչ։ Հիմա ուզում եմ փորձենք այս նախընտրական մթնոլորտ տեղափոխվել։ Փաշինյանի վերընտրությունը, վերարտադրությունը իշխանության, սա ինչպիսի Հայաստան կապահովի։ Կամ դաշտում ունենք իրապես այլընտրանք, որը եթե մենք մտածենք, որ գնանք եւ ընտրենք այդ մարդկանց, ուրեմն իսկապես կկարողանանք Հայաստանի շահերից բխող իշխանություն ունենալ հետագայում։ Նախ ասեմ, որ ապրի պարոն Փաշինյանը, որ այդպես է ասել, չեմ հետևել, բայց Վենսի հետ ասուլիսին հետևել եմ եւ ասացի կրկնեմ անխոցելի խոսքեր իր խոսքը։ Ի տարբերություն Վենսի ընդունելության Հայաստանում մետաղողակարգային բաների, որ մենք խորը գեղի տպավորություն թողեցինք, եթե մենք Ադրբեջանի ընդունելությանն ենք հետևում։ Հա։ Հիմա այդ անդրադարձը ներքին բնականաբար Վենսն եկել էր, ասաց, քանի անգամ վարչապետին շնորհակալություն հայտնեց։ Այսինքն վարչապետը հիմա ինքը ինքնուրույն անձ է, թե ներկայացնում է հայ ժողովրդին։ Եթե հայ ժողովրդին, ուրեմն պետք է հայ ժողովրդին շնորհակալություն ասել, սա հայ ժողովրդի բան։ Այսինքն եկել էր քարոզարշավ էր անում, բայց այս քարոզարշավ անելու համար հենց ինքն էր ճղճղոցը դրել Վենսը Թրամփի հետ միասին, թե Զելենսկին գնաց Բայդենին էր այնտեղ Բայդենի քարոզարշավ էր անում Միացյալ Նահանգներում, երբ որ գնաց այդ ռազմական գործարան բան, ոնց ասում են, ինչ իրավունք ունեք մտցնելու։ Մենք Էլիսև ու Սպիտակի մեջ չմտնենք, էլի, սրանք բազմաթել հանգույցներ են։ Մենք չի որ ցարի բոգն են, հա, Թրամփը կամ Վենսը։ Տեսեք հայտարարություն էր արել, չէ՞ մեր ցեղասպանության հետ կապված։ Ընդ որում Միացյալ Նահանգների Սենատ, չգիտեմ, նախորդ նախագահը Բայդենը, հա, այդ բառն արտաբերել էին։ Բայց անմիջապես հանեց։ Բա որ տենց հանող էր, բայց տղա էր Զելենսկու վրա էր ուժը պատում, նեղմանկած պետության, որ արնական լինելով սեփական պետականությունն է պաշտպանում միջազգային հրեշ Պուտինից։ Բա չհաներ, բա Թուրքիան մի հատ փղկարեց վախեցար, այսինքն տեսեք իրենք շահերով են առաջնորդվում, իրենց ինքնասիրության, նույնիսկ անձնական ինքնասիրության, թեպուզ բոլորն էլ նենց մանավանդ Թրամփի պարագայում ասել է շիզոֆրենիայի մակարդակի, չէ՞, մերոնք էլ թող Սպարտակիադայի մեդալ տան բանանեն, հա, Թրամփին շատ ուրախանում է այդպիսի զիզի բաներով։ Տեսեք, բայց սա էլ է փոխնախագահն էլ, որը իդեպ շատ դուրս գալիս է մանավանդ Եվրոպայում իր խոսքը։ Ես շատ ուշադիր լսել եմ նույնիսկ 2 անգամ, երբ որ եվրոպացիների առաջ, ես տարի առաջ էր, որ ելույթ ունեցավ։ Ասի վերջապես ծնվեց Ամերիկայում, էլ եկավ առաջին իդեալիստ պրագմատիկը։ Բայց չէ, ասում եմ, ես առաջինն եմ, ես առաջինի ֆենոմենը կա, որ այդ Թրամփի ճանապարհով ես անցա առաջինը։ Գնացի Բաքվում էր ասել, չէ՞ դա։ Այսինքն մենք պիտի եւ անձնական կոնստրուկցիան դրանց փսիխոգրամաները հաշվի առնենք, բայց չպիտի բացարձակացնենք, որովհետեւ մյուս կողմից էլ կան պետական բաները, շահերը։ Պետական շահերը հաշվի առնելով Թրամփը, ասում եմ, Կիմ Ըրսն, թե ինչ է դրան, հա, Կիմ Չենին, հա, դրա թքածը երեսին ասեց անձրև է, դրանից հետո գնաց այդ հանդիպում ունեցավ։ Հանուն իր պետության, բա որ այդքան մեծամիտ ինքնասեր է իր բաները Զելենսկու վրա ուժը պատում էր։
Այսինքն մենք այս հանգույցները իսկ Փաշինյանի էլի շրջանակներ կան, ահազանգում են, ասում են Փաշինյանի իշխանությունը, եթե 2026 թվականի հունիսի 7-ից հետո շարունակվեց, Հայաստանը կործանվելու է։ Ուրեմն այդ եղերամայրերի, որ նախաքրիստոնեական Հայաստանում կար, այդ ինստիտուտը շատ վատ ինստիտուտ է, ինքը բայղոշություն անեն էլի։ Փաշինյան չէ, սուպեր Փաշինյան լինի կամ անտի-Փաշինյան լինի, Հայաստանը չի կործանվելու։ Եթե չի կործանվելու, եթե այնտեղ պայմանավորվածություններ չկան։ Իսկ մենք բոլոր նշաններից տեսնում ենք, որ այդպիսի պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, Փաշինյանի ժամանակ գուցե մի քիչ ավելի վատ կլինի կամ մի քիչ ավելի լավ կլինի, եթե հանկարծ ուրիշ ինչ-որ մեկը գա, իսկ ինքը գալու է։ Ասեք, բերեց այդ մարդիկ էլ Փաշինյանի քարոզարշավ էր անում, ոնց որ ասցի Զելենսկին գնացել Բայդենի քարոզարշավ էր անում։ Իսկ նման բաները չեն ներմում։ Եթե այնտեղ համընկնումներ չկան ռուսական եւ Միացյալ Նահանգների շահերին, եթե համընկնումներ կան, Փաշինյանը կրած է, խնդրեմ չունի։ Իսկ եթե չկան, դրանցից որևէ մեկը կպատժի, ցանկացած ինչ-որ մեկի ձեռքով կպատժի նրան, իշխանությունից կհեռացնի։ Բայց ինչպես տեսնում եմ, չէ, մինչև 28 թվականը ոչ հաջորդ ընտրությունները, որոնք Փաշինյանը լինելու է Հայաստանի ղեկավարը։ Որտեվ եւ Պուտինն է գոնե այսօրվա դրությամբ այդ գծի վրա, որովհետեւ դեռ հավակնություններ ունի, շանսեր ունի, որ այդ ճանապարհում ինքը իր փայաբաժինը կունենա իրեն մինչև վերջ տարածաշրջանից դուրս չնետի, հույսերում եւ կփորձի աշխատեցնել եւ դա է ողջամտությունը եւ ամերիկյան վարչակազմը երկրորդ մարդը եկավ ասաց այդ Վենսի խոսքի մեջ կարծեմ թե դրա թարգմանության հետ կապված վիճաբանություն չեղավ, չէ, ամենակարևոր պահը այդ քրիստոնեության մասին երբ որ խոսում էր ինքը։ Իդեպ Թրամփի նախընտրականում էլ դա կար, որ գալիս են վարավելքի ճնշված քրիստոնեայի ժողովուրդներին, այնտեղ մի հատ շատ լուրջ ներողություն, շատ լուրջ մարդ կա այդ վարչակազմում, դրանց արտգործնախարարը, պետքարտուղարը Ռուբիո, եթե չեմ սխալվում, հիշում եք, որ ճակատին նույնիսկ սև խաշնարած կաթոլիկական այդ մղումով քրիստոնեական, այսինքն արժեքների վրա հենված պետություն է, բայց այդ արժեքները երբեք չեն խոչընդոտում, որպես իրենց պետական շահը, երբ որ սեղանին դրված է լինում, այդ արժեքների եզրերով քայլեն։ Հիմա մենք կհասկանանք ինչ խորությամբ են քայլում սրանք, ամերիկացին որ գալիս են։ Թող լապշա չկախեն մեր ակաշներից, թե եկավ Հայաստանը փրկված է։ Եվ մյուսներն էլ չգիտեմ, հենց բայղուշություն չանեն, թե վայ աման, հեսա մենք պատժվելու ենք, Հայաստանը չի լինելու։ Հայաստանը լինելու է։ Իսկ այդ լինելությունը իրոք ոչ Պուտինից, ոչ Թրամփից, ոչ հետ Թրամփներից է կախված լինելու, այլ մեզանից, բացառապես մեզանից, մենք որքան հոգեղոր կարծրություն ունենք, ամրություն ունենք, որոնք են կարևոր արժեքները, որոնցից ոչ մի քայլ հետ չենք գնում։ Ինչպես շքեղ գրող ունենք, Մուշեղ Գալշյան, ասում է հողը մարդու ազգակիցն է, արյունակիցն է, նա կսպասե ու կսպասե, հողի կորուստ, անդարձ կորուստ չէ, լավ, մարդու կորուստ է, անդարձ կորուստ։ Այ մենք մարդակենտրոն հայրենիք երբ որ ունենանք, դա շատ ավելի լուրջ ատոմային զենք է, քան Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների կամ Չինաստանի ունեցածը։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հանրային գործիչ դասախոս Միքայել Հայրապետյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով։